Հարգելի հայրենակիցներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ մեզ հետ եք, շատ շնորհակալ եմ, որ ձեր անմիջական մասնակցությունը մենք միշտ զգում ենք։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստելու ենք սպաս սյունյաց սյունիքի եղանակով։ Դուք գիտեք, որ մեր շատ ու շատ ազգային ավանդական ուտեստներ տարբեր մեր ազգագրագավառներում պատրաստվում են տարբեր կերպ, այնպես որ անունը երբ որ հնչեց, չկարծեք, թե դա հենց այնպես մի սովորական սպաս է եւ մենք դրա պատրաստելու եղանակը գիտենք։ Կարծում եմ, որ հետաքրքիր կլինի այս կամ այն գավառների այդ յուրահատուկ ձևը նույնպես ամրագրեք ձեր մոտ եւ օգտագործեք։ Նախ ասեմ, որ պատրաստվող սպասը չորաթանից է, Մենք այս պահին չորաթան չունենք, բայց գոնե կարող ենք ձեզ սովորեցնել կամ ցույց տալ բաղադրությունը չորաթանի նաև մի տեսակն է, մի տարատեսակի։ Գիտենք, որ չորաթանը ուղղակի կամաց մածունը կարող են արևի տակ չորացնել, բայց կա տարբերակ, որ խառնում են մի քիչ ալյուր մածունին, մի քիչ ձու եւ այդպես չորացնում են։ Այդ հրաշք պահածոն, մածունի պահածոն, որով մենք կարող ենք ուղղակի հպարտանալ, շատ սննդարար է եւ շատ օգտակար։ Եվ այսպես, բաղադրությունը հետևյալն է, բարեկամներ, ձավար կամ կորկոտ, ոստ, ալյուր, մածուն, շատ լավ կլինի, երբ որ օգտագործեք տնական մածուն։ Եվ օգտագործելու ենք նաև ձու, սա այն է, ինչ ես նշեցի, որ մենք հումքը չորաթանի կպատրաստենք եւ դրանով կգնանք առաջ։ Սկզբի համար լցնում ենք մածունը։ Այսպես։ Մածունին ավելացնում ենք ալյուր։ Եվ մեկ հատ ձու, իհարկե մենք ուղղակի այսպես չորաթանի համ չենք կարող ստանալ, որովհետև չորաթանը վերջի վերջո չորանում է, այսպես ասենք, արևի տակ, մնում է եւ յուրահատուկ հայոց անմար արևից ստանում է իր դրական էներգիան եւ համը եւ ջերմությունը։ Բայց մենք կաշխատենք գոնե նմանեցնել։ Խառնում ենք այս ամենը եւ սպասին անդրադառնալիս միշտ ուզում եմ, որ մենք բոլորս հիշենք, բարեկամներ, որ ազգը կամ որ երկիրը ունի այնպիսի մի ապուր, որը ամռան տապին, եթե սառը օգտագործում ենք, զովանում ենք, ձմռան ցրտին, եթե տաք ճաշակում ենք, առողջանում ենք։ Այնպես որ մեր յուրաքանչյուր ուտեստ իմ կարծիքով հպարտանալու առիթ է մեզ համար։ Շատ մատչելի է։ Հիմա այս ամբողջը ավելացնենք կաթսայի մեջ։ Սյունյաց հրաշալի մարգագետիններում պահված, արածած մեր այդ անասունների մածունն է, որ պիտի լավ համ հաղորդի։ Ավելացնում ենք կորկոտը, կարող ենք օգտագործել կիսաեպ, կարող ենք օգտագործել լրիվ հում վիճակում, խառնում ենք, բացում ենք ջրով, մի քիչ։ Զանգվածը չմակարդվելու, չկտրվելու համար, հիմա մեր հեռուստադիտողները երևի արդեն իրար հուշում են, որ հարկավոր է փայտե շերեփով խառնել, անսանք ձեր հորդորին, բացեցինք, դնենք կրակի և պարբերաբար խառնելով պիտի հասցնենք եռման աստիճանի։
երման աստիճանի։ Մի քիչ եռալուց հետո կավելացնենք նաև խաշված ոսպը եւ ուտեստը պիտի համեմենք ուղղակի աղով եւ համեմով բարեկամներ, ուշադրություն պիտի դարձնել, որ այս տարբերակի մեջ կարագ կամ յուղ չկա։ Մեզանից կպահանջվի ուղղակի 3-4 րոպե, մինչ կսկսի եռալ արդեն սպասը, հետո կավելացնենք ոսպը եւ կհանդիպենք 3-4 րոպեից։ Բարեկամներ, սկսեց եռալ, փայտից շերեփը թողեցինք մեջը, որ չկտրվի։ Հիմա կավելացնենք ոսպը։ Այսպես։ Մի քիչ այսպես կթուլացնենք տակը եւ կպատրաստենք մատուցման համար, ինչ է հարկավոր։ Նշեցինք համքեղ, մի քիչ համեմ ենք աղով, համեմի մի մասը ընդհանուր էսպես ավելացնենք, հիշում եք ապուրներ պատրաստելիս համեմում ենք, ծածկում և կրակից վերցնում, ինչպես ասում ենք շնչահանվի և արդեն այն ափսեն, որի մեջ մենք պիտի մատուցենք։ Աննկարագրելի բույր ունի, նորից հիշեցնեմ, մինչ այսպես զբաղված ենք լցնելով, մածունի մեջ խառնեցինք մի քիչ ալյուր, մի հատ ձու, բացեցինք ջրով, խաշված կորկոտը կամ ձավարը ավելացրինք և այդ խյուսի մեջ եփեցինք, եռալուց հետո ավելացրինք ոսպը, մի քիչ եռած ոսպի հետ, ավելացրեցինք համեմ, մի քիչ աղ և ուտեստը պատրաստ է։ Նորից հիշեցնեմ բարեկամներ, այս ուտեստը ճաշակում են սառը վիճակում։ Այսպես, և իհարկե հացերի հացը կամ ինչպես ասում ենք հացերի հայրիկը, լավաշը։ Ահա հարգելի հեռուստադիտողներ, չորաթանով Սպաս Սյունիքի եղանակով։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը բարեկամներ և մեր ցանկությունն է, որ մենք լինենք միշտ միասին և նաև, որ ձեր սեղաններին միշտ լինեն ավանդական ուտեստներ, դա կօգնի ձեզ էլ ավելի հայեցի մտածողության, էլ ավելի առողջ լինելուն և էլ ավելի երջանիկ լինելուն։ Բարեկամներ, ուզում եմ, որ մենք բոլորս միասին լինենք միշտ առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, ևս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Ոսպով սպաս, մածուն 1 լիտր, ալյուր 2 ճաշիկ տալ, ձու 1 հատ, ձավար 150 գրամ, ոսպ 150 գրամ, աղ համեմ, բարեախորշակ։